Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 4-ն է, օրվա կարևոր լուրերը CBC հայկական ծառայության եթերում։ Հայերն ու ադրբեջանցիները սովորում են խաղաղ ապրել, նախագահ Իլհամ Ալիև։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հերթական գնացքը։ Թուրքիայում նշել են Բաքվի եւ Իզմիրի քուրդ քաղաքներ հռչակման 40-ամյակը։ Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը 9 ամիս եւ սովորում ենք խաղաղ ապրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում տեսակապի ձևաչափով ունեցած ելույթում։ Հիշեցնելով, որ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները Վաշինգտոնի Սպիտակ տանը ստորագրել են համատեղ հռչակագիր, պետության ղեկավարը ընդգծել է, որ խաղաղության ձեռքբերումից հետո Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է 1990-ականների սկզբից ի վեր Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել 28,000 տոննա բեռ։ Ադրբեջանական նավթամթերքը, բենզինը եւ դիզելային վառելիքը առաջին անգամ մատակարարվել է Հայաստան։ Այս պահին Հայաստան է արտահանվել 12,000 տոննա ադրբեջանական նավթամթերք, ասել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոկին սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ իդեմս ձեզ Լեհաստանի ողջ ժողովրդին մայիսի 3-ի սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի եւ Լեհաստանի միջև հարաբերությունները հիմնված են խորը պատմական արմատների եւ բարի ավանդույթների վրա։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս մեր միջպետական կապերի զարգացմանը եւ արդյունավետ համագործակցությանը, որը մեծ ներուժ ունի։ Հավատում եմ, որ մենք այսուհետ էլ հաջողությամբ կշարունակենք մեր համատեղ ջանքերը, մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման, ռազմավարական գործընկերության ամրապնդման եւ փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն գործերում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին մշտական բարեկեցություն եւ բարգավաճում, ասվում է ուղերձում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր նստավայրում ընդունել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովային։ Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ Նշվել է, որ Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային կապերի զարգացման եւ տրանսպորտային ու հաղորդակցական նախագծերի առաջխաղացման համար։ Այս համատեքստում ընդգծվել է TRIP նախագծի կարևորությունը, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գործընկերությամբ։ Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստանի ուղարկվել պարարտանյութերով բեռնված 8 վագոնից բաղկացած գնացք։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական երկաթուղիներ ընկերությունը։ Նշվում է, որ 536 տոննա ընդհանուր քաշով գնացքը Բաքվի երկաթուղային Բիլաջարի կայարանից ուղարկվել է դեպի Բույք-Քեսիք կայարան։ Նշենք, որ հաշվի առնելով այսօրվա խմբականակը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ուղարկվել է ավելի քան 25000 տոննա հացահատիկ, ավելի քան 1600 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավար։ Բայց Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 մագնիշի եւ 2955 տոննա AI-95 մագնիշի բենզին։
Մայիսի 4-ին Բելգրադից Բաքու ուղիղ չվերթ իրականացնող օդանավը վայրեջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Երկու քաղաքների միջև առաջին չվերթը իրականացրել է Air Serbian։ Չվերթները նախատեսված են շաբաթական երկու անգամ Բելգրադից չորեքշաբթի եւ կիրակի օրերին, իսկ Բաքվից հինգշաբթի եւ կիրակի օրերին։ Բելգրադից առաջին չվերթի մեկնման արարողությանը մասնակցել են Սերբիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քամիլ Խասեևը եւ Սերբիայի կառավարության ներկայացուցիչներ։ Շինարարության Սպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդրա Սոֆրոնիևիչը եւ սպորտի նախարար Զորան Գայիչը, մշակույթի նախարար Նիկոլա Սելակովիչին, ինչպես նաեւ Air Serbiայի գործադիր ղեկավարության անդամներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ հյուրեր։ Իզմիրում անցկացվում են Ադրբեջանի օրեր նվիրված Բաքվի Իզմիրի քույր քաղաքներ հռչակման 40-ամյակին։ Այս կապակցությամբ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Իզմիրում կայացել է հոբելյանական միջոցառումների բացման արարողությունը։ Գլխավոր հյուպատոսության եւ Իզմիրի քաղաքապետարանի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցել ժողովրդական արտիստ Ալիմ Գասիմովի եւ վաստակավոր արտիստ Ֆարգանա Գասիմովայի համերգը եղբայրության երգեր խորագրով։ Հոբելյանական միջոցառումների բացման արարողությունը տեղի ունեցել Իզմիրի մշակույթային այգու բացօթյա թատրոնում։ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը Նարմինա Մուստաֆաևան եւ Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայի ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ խոսել են երկու երկրների միջև պատմական կապերի մասին։ Կազմակերպվել է նաեւ Բաքվի եւ Իզմիրի պատմական լուսանկարների ցուցահանդես։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյանական մարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայկական գյուղերում բողոքի ալիքը շարունակվում է։ Տեղի բնակիչները ցնցված են իշխանությունների հայտարարությունից, որ գյուղերի դպրոցները մեկը մյուսի հետևից փակվելու են։ Այս անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները։ 5-րդ ալիքի լրագրողի զրույցում նրանք նշել են, որ փակվում է գյուղի հիմնական դպրոցը։ Այս գյուղում ախր ոչ մի բան չկա, մի հատ դպրոց հաթող մնար էլի։ Դա սխալ ծրագիր է։ Գյուղի երեխեն պիտի մնա գյուղում։ 60 ջայել տղա ոչ մեկ ամսակեն, երեխա որ դուս պիտի լինի։ Ցես են վաղտվա համեմատ անգամ ենք հետ, ոչ թե առաջ ենք մենք գնացել, մենք հետ ենք եթում։ Դպրոցի ուսուցիչները, հավաքարները, պահակներն ու տնտեսավարները մտահոգված են, չեն պատկերացնում, թե ինչ է սպասում իրենց դպրոցը փակվելուց հետո։ Շատերը չեն հավատում, որ կկարողանան աշխատանք գտնել հարակից գյուղերի դպրոցներում եւ համոզված են, որ կմնան գործազուրկ։ Ուսուցիչները հաստատ կդառնան զգալի մասը գործազուրկ։ Մեր 5 գյուղ միավորվելու է Բավրային։ 5 գյուղի ուսուցիչ հաստատ համոզված եմ ինքը չի կարողանա այդ դպրոցում աշխատել, որովհետեւ յուրաքանչյուր առարկայի համար ըստ ուսումնական պլանի հասանելի է մեր ուսուցիչ 20 ժամ ծանրաբեռնվածության դեպքում։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նույնպես համոզված է, որ թե ուսուցիչները, թե դպրոցի մյուս աշխատողները դպրոցը փակվելուց հետո կմնան անգործ։ Նա պնդում է, որ դպրոցները փակվում են գյուղերը ադրբեջանցիների համար ազատելու նպատակով։ Բարձր նրանք կորցնելու են աշխատանքը։ Այդ դպրոցները չպիտի փակվեն։ Ում համար? Այն մարդկանց համար, որոնք մտածում են ոնց անենք, որ գնանք Հայաստանում ապրենք։ Եվ դա ընդ որում ասեմ շատ հեռու չեն, ուղղակի սահմանի մյուս կողմում են։ Գյուղի բնակիչները պնդում են, որ երբ իշխանությունը փակում է դպրոցները, դա նշանակում է տվյալ բնակավայրերը դատապարտվում են դատարկման։ Նրանց խոսքով հիմա, երբ փակվում է նաև իրենց գյուղի դպրոցը, մի քանի տարի անց այստեղ մարդ չի մնա, քանի որ գյուղերում շատ դեպքերում միակ աշխատող հիմնարկը հենց դպրոցն է։ Եթե այն ևս փակվի, մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց տները, ինչը աստիճանաբար կհանգեցնի գյուղի ամբողջական դատարկմանը եւ ադրբեջանցիների վերադարձին։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։